Ամեն բանի առաջ գուզեմ փառք եւ գոհություն հայտնել Աստուծո, որ մեզ ամենօրյա դրությամբ իր հոգին շնորհքները գտապե մեր վրան, ուր որալ որ լանք, ուր որալ որ երթանք, փառաբանենք եւ ծառայենք միմիայն Աստուծո, որ իր անձը տվավ մեզի համար։ Երկրորդ հերթին գուզեմ խորին երախտաբարդանքս եւ շնորհակալությունս հայտնել Կանադայի Թեմիս Փարեջան առաջնորդ Գերաշնոր Դեր Փափկեն arczepiskopոսին, որ իր դնորինումով արիթը տվավ, որ ծեր մեջ ներկա լամ եւ աղոթեն եւ աղոթագից լանք Աստուծո իր սուրբ եւ անմահ բادرակին։ Եվ դարձյալ շնորհակալություն ուզեմ հայտնել Լավալի Սուրբ Գևորգ եկեղեցվո քահանայի Թասին եւ թագանության, դիկնած միության, դբրաստասին եւ հարագից ամբողջ մարմիններուն, որոնք իրենց հավատքը կյանքի վերածելով ամենօրյա թրությամբ ոչ թե շաբաթական գիրագի, իրենց ծառայությունը, մասնակցությունը, զոհողությունը գտերեն իբարս Աստուծո եւ մեր հայ ազգին եւ ժողովրդին։ Անցնելով սիրելի հավատացյալներ մեր օրվա պատկամին։ Այսօրվա ջաշու ավետարանի մեջ Կորինթացիներու նամակեն հատվածը գարտացվեցավ։ Առաջին Կորինթացիներու 6-րդ գլխու վերջավորության 19-րդ համարի մեջ Պողոս առաքյալ հետևյալը գսե Կորինթացիներուն. Չեք գիտեր, որ ձեր մարմինները դաջարն են Սուրբ Հոգիին, այլ այդ մարմիններուն դերը չուտուկ չեք, այլ Աստուծո, որ ինք իր հոգիով տվավ ձեզի, հետևաբար ապրեցեք ձեր մարմիններու մեջ, որպեսզի փառավորվի դերը։ Այո, սիրելի հավատացյալներ, երբ մենք դաջար կամ եկեղեցի փառը գործածենք, մեր մտքին հիշողության մեջ դուրվագծվի եկեղեցիմը, որ հսկա գառույցով, որ այդտեղ Քրիստոս կբնակի եւ Քրիստոս կբادرակվի եւ այդտեղ դեր կունենան մեր ամբողջ եկեղեցական խորհուրդները։ Բայց եւ այնպես այստեղ Պողոս առաքյալ գուքա ասելու համար, որ նաեւ դաջարները մենք ենք եկեղեցին, մեզնով է որ Քրիստոս կբնակի, մենք պետք է ըլլանք բնակության այդ վայրը, որ Սուրբ Հոգին իսկապես գմտնե մեր մեջ եւ գործե։ Եվ երբ մենք ըլլանք Սուրբ Հոգիի դաջարները, Սուրբ Հոգիին բնակության վայրը, ուր գաբրի մեր մեջ եւ գործենք մենք Սուրբ Հոգիով, այդ ադեն մեր մարմինները որպես դաջարներու նման, եկեղեցիներու նման պիտի փառավորվի Աստված։ Մենք գաբրինք սիրելիներ ամենօրյա դրությամբ զանազան դժվարություններով եւ մտահոգություններով լեցված։ Եվ երբեմն այդ դժվարությունները եւ այդ մտահոգությունները մեզ գմղեն կործել այդպիսի աջաբարանոք կերպով, որ երբ մենք աջաբարենք, մեղք եւ սխալ կգործենք։ Ամեն բանի առաջ խորհրդակցենք Աստուծո հետ, ապրենք անոր մեջ, դաջարի նման, դաջարի մեջ մենք գաղոթենք, շարական գերքենք, մեր սրտեն պխած, մեր մեղքերու թողությունը դեղի ունենա, եւ մենք որպես դաջարներ բահմը աղոթենք, որ Աստված մեզի ազատե եւ փրկե մեր ներկա օրերեն, դժվարություններեն, որովհետեւ երբ մենք այսպիսով մոտենանք, իսկապես գթարնանք դաջարը Աստուծո։ Այնպես որ երբ մենք գաղոթենք Աստուծո մեզի համար, մեր դժվարություններու մեջ, որ վանե մեր կյանքեն, իսկապես կվանե եւ մեզի գուտա այդ իմաստությունը Սուրբ Հոգին առաջնորդությամբ եւ Սուրբ Հոգին կփնագի մեր մեջ
եւ ամբողջ չարությունները եւ փորձանքները եւ մեղքերը մեզ մեկը հեռանան, որովհետեւ սիրելի հավատացյալներ, գորընթացիները, որ Պողոս Արաքյալ գուղե իր նամակը այդ եկեղեցին եւ այդ վայրին, այդ տեղի ժողովրդին, գորընթացները գաբրեին մեղքով, զեխությամբ, բորնգությամբ լեցուն կյանքի մեջ։ Անոր համար է որ Պողոս Արաքյալ չուզեր որ այդ տեղի ապրող մարդիկը գործվին իրենց հոգիները մատնեն մահվան հավիտենականին եւ մեղքին եւ թժողքին։ Անոր համար է որ գսե այս ծեր մարմինները որ կգրեք Սուրբ Հոգիի դաջարներն են։ Եվ մեկնելով սիրելիներ, մեր մարմինները ինչպես կլնան Սուրբ Հոգիի դաջարներ։ Երբ մենք բանանք ծննդոց գիրքը, հոնդեղ բիդեսնենք որ Աստված երբ մարդը ստեղծեց, իր հոգին թրավ, փչեց եւ այնպիսով մարդը ստեղծվեցավ։ Հետևաբար մեր ստեղծության իսկ առաջին վարյանեն մենք ստացած ենք Աստուծո հոգին, բայց եւ այնպես մենք նաեւ ստացած ենք ազատ կամք եւ ազատ միտք, այնպես որ Աստված մեզի մեր ընդրանքին ցկած է, մեզի ցկած է որ մենք ընդրենք, թե մենք որ կյանքը պիտի ապրենք, այդ իր դված հոգին պիտի դարձնենք իսկապես դաջարը իրեն, կամ այդ հոգին զեխությամբ պիտի մերցնենք եւ մենք այդ հոգիով պիտի չարչարվենք։ Այնպես որ սիրելի հավատացյալներ, երբ մեղքի հերու կմնանք, երբ փորձությունները հերու կմնանք, եւ երբ մենք Քրիստոսով գունենանք մեր կյանքը, հետեւաբար օրե-օր կնվազին մեր մեղքերը մինչև մեր կյանքի ավարտը, եւ մեր կյանքի ավարտը մեր կյանքի սկիզբն է։ Այդ հոգին է, որ կմնա մեր մեջ։ Մարմինները, որ գսե Պողոս Արաքյալ ծեր մարմինով պիտի փառավորվի Աստված, մեր մարմնի ապրելակերպով, մեր մարմնի զանազան ծևերով պիտի փառավորվի Աստված, երբ մենք այս մարմինը կործածենք Քրիստոսին, մարդկության, մեր եղբոր, մեր քրոջ ծառայության համար, սիրելով, միմիան սիրելով, ներողամտությամբ եւ համբերությամբ, այս արժանինքներով սիրելիներ, մենք կրնանք բահել Սուրբ Հոգին մեր մեջ։ Եվ նաև ոչ թե միայն բահել, այլ կործել եւ ծառայել Սուրբ Հոգիով, որովհետեւ սիրելիներ, արդարությունը, չարին խափանումը մենք է որ Աստուծո մեզ զորացած պիտի առնենք եւ այդպեսով արդարության եւ չարին թեմ պիտի տնենք եւ պատերազմենք։ Քրիստոս իր խաչելությամբ թեմ թրավ չարին, թեմ թրավ մեղքին, թեմ թրավ սատանային։ Այնպես որ երբ մենք Սուրբ Հոգի դաջարները որպես դաջարներ ունենք զորությունը թեմ տնելու չարին եւ անարդարության։ Եվ մենք այսօր կգանքնենք սիրելի հավատացյալներ, մեր բապնության էջերեն մեծակույն, մեծ էջերեն եւ մեծ երևույթներեն կարևորակույն բահբան արդարության թեմ ելնող մեր 5 երիտասարդներուն Լիզբոնի դղոց հիշադակին առջև։ Անոնք սիրելիներ իրենց վրա արին այդ զորությունը եւ այդ զորությամբ Սուրբ Հոգի զորությամբ ուզեցին ըլլալ արդարության ցայնը այս աշխարհին մեջ։ Իրենց ապրելակերպով, իրենց ծառայությամբ ասկին եւ եկեղեցիին, իրենց մտքին մեջ միշտ այդ ցեղասպանության թաժան հիշողությունը իրենց մտքին մեջ եղավ, որովհետև աշխարհը լրած էր եւ մինչեւ այսօր գլրե մեր իրավունքները ցերկ բերելու համար։ Բայց եւ այնպես մեր սիրելի նահատակները Լիզբոնի, որոնք իրենց գամքով ուզեցին արդարությունը առնել եւ իրենց գամքը նույնացուցին մեր ասկին հետ, երկացին եւ նահատակվեցան, իրենց հիշադակը սիրելիներ անթարամ կմնա, որովհետեւ իրենց գադարած գործը քողկոթայի ջամփու նման, իրենք ալ քացին թեպի Լիզբոնի ջամփան եւ իրենց անձերը զոհեցին, իրենց արյունը եւ մարմինը դվին մեր ասկի արդարության համար։ 1983 հուլիս 27-ին
դեղի ունեցավ այս բադարակը, դեղի ունեցավ այս զոհագործությունը, ցայնը դարձան մեր 5 երիտասարդները մեր 5 ըսկայրանքներու նման, իրենք եղան մեր ամբողջ ըսկացումները, իրենք եղան հայու ըսկացումին հբարդությունը, իրենք եղան մեր արդարության փողերը, շեփորախումբը, որոնք ըսին, թե մենք գանք որպես հայ եւ մենք պիտի շարունակենք որպես հայ ազգ, միացնելով մեր եկեղեցվով, մեր ազգային կյանքը որպես հայ, հայ սիրելիներ կնշանակե եկեղեցասեր եւ ազգասեր։ Մենք սիրելիներ գաբրինք այս ջամփով, որովհետեւ եկեղեցին իր գարքին պատմության մեջ եղած է ազգի գողքին եւ ազգնալ եղած է իր գարքին մեր պատմության մեջ եկեղեցվո գողքին։ Հետևաբար մենք չենք կրնար մեկեն զիջիլ եւ մույսին հարիլ։ Մենք այս երկու բարձր արժանիքներով պիտի աշխատենք Սուրբ Հոգին ստանալու համար եւ զորանալու համար եւ այդ զորությամբ մենք պիտի ապրենք մեր եկեղեցու եւ մեր ազգին համար։ Այնպես որ գաղութենք արփարցյալ Աստված, որ իր Սուրբ Հոգին որպես մխիթարիչ ղրգեց Քրիստոս եւ դվավ մեզի վերնադան մեջ, այդ Սուրբ Հոգին զորությամբ մեր մեջ ձլի եւ ավելիով շնորհք ավելնա, ապրելու անոր Աստուծո գամքին համար, որ ինք ստեղծեց մեզ իր հոգին տնելով մեր մեջ, զորություն դա մեր կյանքի ընթացքին, մեր զանազան շրջանակներուն եւ շրջաբատներն ես, զորություն դա եւ խաղաղություն դա մեր Հայաստան աշխարհին եւ սփյուռքին մեջ, այդ խաղաղությունը սիրելիներ Սուրբ Հոգիով գդրվի, երբ մենք աղոթենք գուդա, հարադև գերբով պիտի աղոթենք, որբեսի դա, հարադևությունը սիրելիներ մեր հավատքի ամրության եւ զորության հետ աղերս ունի։ Այնպես որ դարձյալ փառքուդամ Աստուծո, որ այսօր աղոթագից դարձանք եւ իր պատկամով առաջնորդվինք եւ ապրինք մեր կյանքի մնացյալ բոլոր օրերը, այժմեն մինչև հավիտյանս հավիտենից ամեն։